Արցախում էլ փաստացի ցեղասպանություն տեղի ունեցավ, արդեն էթնիկ զտման տեսքով, որովհետև Նույն բանն է, հայրենազրկում։ հայրենազրկում այո տեղի ունեցավ։ Նիկոլ Փաշինյանը ինչ էր ասում էր, նախ հիշում ես, ասում էր ագոռայում ես հարցը կլուծվի, եթե ես տեսնեմ, որ քիչ թե շատ ընդունելի լուծում կա, կգամ ձեզ այստեղ կասեմ, միասին կորոշենք ուզում ենք թե չենք ուզում, իհարկե խաբեց դա էլ չարեց։ Հետո նաև ասում էր, որ Արցախի հարցի լուծումը պետք է բավարարի Հայաստանի ժողովրդին, Արցախի ժողովրդին եւ Ադրբեջանի ժողովրդին, բայց արդյունքում բավարարեց միայն Ադրբեջանի ժողովրդին, իսկ Աննա Հակոբյանն էլ շատ անկեղծորեն խոստովանում էր, որ իրենք կկատարեն Մեհրիբան Ալիևայի երազանքը եւ նա կկարողանա գալ եւ Արցախում թեյ խմել ու մուղամ լսել, շատ անկեղծ էին իրենք հարցում ու փաստորեն նրա երազանքը իրականացրեցին։ Հիշենք այդ կադրերը։ Ես հիմա ուզում եմ Մեհրիբան Ալիևային հրավիրել Ղարաբաղ, մենք կարող ենք ապահովել Մուղաղում եւ կարող ենք իրականացնել նրա երազանքը եւ նա լինի մեր հյուրը եւ Ղարաբաղում լսի իր սիրելի մուղամը։ Ես օրինակ Ադրբեջանի նախագահի հետ շփումներից զգում եմ, որ ինքը տրամադրված է եւ ուզում է հարցի լուծման։ Մենք էլ ենք կառուցողական տրամադրված, իրենք էլ։ Ուզում եմ Մեհրիբան Ալիևային հրավիրել Ղարաբաղ, մենք կարող ենք ապահովել Մուղաղում եւ կարող ենք իրականացնել նրա երազանքը եւ նա Ղարաբաղում լսի իր սիրելի մուղամը։ Ուզում եմ Մեհրիբան Ալիևային հրավիրել Ղարաբաղ, մենք կարող ենք ապահովել Մուղաղում եւ կարող ենք իրականացնել նրա երազանքը եւ նա Ղարաբաղում լսի իր սիրելի մուղամը։ Մենք կարող ենք ապահովել Մուղաղում եւ կարող ենք իրականացնել նրա երազանքը։ Մենք կարող ենք ապահովել Մուղաղում եւ կարող ենք իրականացնել նրա երազանքը եւ Ղարաբաղում լսի իր սիրելի մուղամը։